Մշտոց է սկսվել ոստիկանների ու հակակոռուպցիոն դատարանի բակում հավաքված քաղաքացիների միջև։ Ներսում քննվում էր Սամվել Կարապետյանի խափանման միջոցը որոշելու հարցը։ Սև բերետավորները բերման են ենթարկել 17 մարդու։ Նրանցից մեկը հետախույզ Վովա Վարդանովի որդին Վաղինակ Ղազարյանն է։ Կադրերում երևում է, թե ինչպես են սև բերետավորները բռնի ուժով նրան հեռացրել Կարապետյանի աջակիցների շարքերից։ Վաղինակ Ղազարյանի ճակատից արյուն է եկել։ Սև բերետավորները հրմշտել են նաև լրագրողներին։ Բերման ենթարկված մի երիտասարդի ինքնազգացողությունն էլ վատացել է ոստիկանական գվարդիայի ավտոմեքենայում։ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը չի բացառում, որ Սամվել Կարապետյանի աջակիցների շարքերում իշխանական սադրիչներ են եղել։ Փոքրիկ խմբակը շատ հավանական է ուտեցել կան ընդհանուր փորձում է ինչ-որ փոքրիկների միջոցով սադրանքներ իրականացնել, բայց բոլորդ էլ գիտեք, որ մենք բոլորս շատ վեհ ենք այդ փոքրիկ սադրանքներից, խնդրում եմ ուշադրություն մի դարձրեք, բանի տեղ մի դրեք, մենք պայքարում ենք, մենք շարունակում ենք մեր պայքարը, ու այսօր եկել ենք այստեղ բոլորով պահանջելու ազատություն մեր վարչապետ Սամվել Կարապետյանին։ Երբ ասում են պատերազմի ինչ-որ կուսակցություն եռագլուխ, ես ուզում եմ ասել, որ պատերազմի 300,000 գլուխ ունեցող կուսակցությունը իրենք են այն 300,000 մարդը հարևան երկրից, ում ուզում են իրենք բերեն մեր երկիր։ 300,000 գլուխ անոց պատերազմի կուսակցությունը ՔՊՆ-ն է, որ ուզում է Հայաստան բերի օտարածին, օտար երկրացի մեզ թշնամի համարող ազգի։ Սամվել Կարապետյանը դառնալու է վարչապետ ոչ թե իր կյանքում բարեկեցություն ստեղծելու, այլ իր կյանքի բարեկեցության հաշվին, որպեսզի ազատություն բերի մեր ողջ ժողովրդին։ Ազատություն պետք է ունենա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը, բանտարկություն պետք է ունենա գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն փոփոխությանը գրությամբ պաստառներ են դատարանի բակ տարել մարդիկ։ Ասում եմ փոքրիկ խմբակին, հանգստացեք ու էլի հանգստացեք։ Մեզ չեք կարող խանգարել, մեր պայքարը չեք կարող խանգարեցնել։ Մենք ունենալու ենք փոփոխություն, որովհետև այդ փոփոխությունը պետք է մեր Հայաստանի Հանրապետությանը, մեր փոփոխությունը պետք է մեր ժողովրդին, ու ժողովուրդը պահանջում է փոփոխություն Սամվել Կարապետյանի հետ։ Դատարանի բակում բազմահազարանոց ակցիայի մասնակիցները Սամվել վարչապետ են վանկարկել։ Նրանք պահանջում են, որ դատարանը արդար որոշում կայացնի ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Լանա Համբարձումյան, Առաքել Օհանյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։